կամ այն հնարավոր փաստերի մասին, որի մասին խոսում էր ԿՊԱ-ական տեխնացուն, ակնհայտորեն ստում էր, որովհետև նրանից պահանջեցին փաստեր, ինչը գոնե այդ բանավեճի ժամանակ չներկայացվեց։ Հիմա հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի հետ կապված երեք չափազանց վտանգավոր արձագանք է հնչել Բաքվից առայն, որ Ադրբեջանի իշխանությունները երկար չեն պատրաստում սպասել Հայաստանի կողմից իրենց առաջադրած մյուս նախապայմանների կատարմանը, ըստ էության հասկացնելու, որ եթե որոշակի ժամանակ հետո Հայաստանի իշխանությունը իր նախապայմանները կատարած չլինի, այս դեպքում առաջնային երկու բան է ներկայացում, միակը Մինսկի խմբի լուծարում, որին Հայաստանի իշխանությունները մեծ առումով դեմ չեն, եւ սահմանադրության փոփոխություն, որին եւս հայաստանյան իշխանությունները դեմ չեն եւ նրանց կամքով իրացնում են, ուղղակի անդադ պատճառաբանություն են ներկայացնում, որ սա որոշակի երկար process է եւ հնարավոր չէ 1 կամ 2 ամսում իրականացնել։ Հիմա Ադրբեջանը սպառնում է, սա ըստ էության սպառնալիքի էլեմենտները առայն, որ Հայաստանի կողմից իրենց պատկերացումների շրջանակների ժամկետում չիրականացնելու պարագայում, այսինքն այդ պահանջները չիրականացնելու դեպքում Ադրբեջանը կարող է առաջինչ համարել բանակցային այն փաթեթը 17 կետից բաղկացած, որը միջև այս բանակցել է։ Իհարկե մենք շատ ժամանակ այդ փաստաթղթին այն տեսանկյունից ենք անդրադառնում, թե ինչու Ադրբեջանը սա չի ստորագրում եւ այլն։ Տեսեք, Ադրբեջանը այդ 17 կետերից բացի ունի մեկ այլ համախումբ պահանջներ, որոնցից երկուսի մասին արդեն խոսեցի, սահմանադրության փոփոխություն, ԵԱԿ Մինսկի խմբի այդ ձևաչափի լուծարում, սրա մեջ հաճախ նաև Ադրբեջանը ներկայացնում է Հայաստանի ապառազմականացում, այսպես կոչված փախստականների վերադարձ, այսպես կոչված արևմտյան Ադրբեջան եւ այլն, այսինքն Ադրբեջանը տեսնում է հնարավորություն հայաստանյան այս իշխանության պայմաններում միջև վերջ գործելու եւ առավելագույնը ստանալու եւ դրանով պայմանավորված ոչ միայն ձգձգում է բանակցային գործընթացը, այլ հանդես է գալիս նոր նախաձեռնություններով։ Ներողություն մի հատ եք հնչեցրեք։ Փաստացի իշխանությանը չի հաջողվում իրականացնել իր տված խոստումը, խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ հաշվի առնելով նաեւ ընդդիմության այն բոլոր բարձրաձայնումները կապված Նիկոլ Փաշինյանի վարած ներքին ու արտաքին քաղաքականության, այդ թվում եւ տնտեսական, սա ենթադրում է, որ եթե ընդդիմության մեկ բառով նկարագրենք, իր ասածը Նիկոլ Փաշինյանը ցախողել է։ Հետեւաբար հարց է առաջանում, ընդդիմությունը նախաձեռնելու է Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ։ Իմպիչմենտի անվստահության գործընթացը խորհրդանական այն գործիքներից մեկն է, որը մի կարևոր պահի կարող է գործածել։ Այս պահին ես դժվարանում եմ դրա մասին որոշակի ժամկետային կտրվածքով խոսել, որովհետև դա միայն կախված չէ սուտ խորհրդանում ներկայացված ընդդիմադիր կամ ընդդիմադիր տարբեր ուժերի դիրքորոշումներից, դա նաև մեծ առումով կախված է նաև փողոցում արկա իրավիճակից եւ բնականաբար որևէ ձևով որը մեկը չի կարող բացառել, որ ինչ որ կետում անհրաժեշտություն կառաջանա կամ բարենպաստ դաշտ կձևավորի այդ գործընթացի համար։ Ինքը կարևոր գործիք է, կիրառելի գործիք է, բայց դրա հետ կապված պետք է լինի նաև այլ գործոնների արկայություն, որոնք հնարավորություն կտան ոչ միայն բուն նախաձեռնություն դրսևորել, այլ նաև ունենալ արդյունավետ ելք։ Ազատություն։ Պարոն Աբրահամյան, դուք խոսեցիք արդեն Ադրբեջանի առաջ քաշվող նախապայմաններից, Ադրբեջանը կարող է դրանից հրաժարվել եւ Հայաստանի առաջարկին, այսպես ընդառաջ գնալ, մոտ ապագայում ստորագրել ձեր կարծիքով խաղաղության պայմանագիրը, նաեւ օրինակ միջազգային ճնշման ներքո, եթե այդպիսի բավարար ճնշում լինի։ Ամենամեծ խնդիրը սկսեմ վերջից, որ Ադրբեջանի նկատմամբ մեծ ճնշումներ գոյություն չունեն կամ գոնե դրանք խիստ արտահայտված չեն։ Ավելին ասեմ, վերջին 7, արդեն 8 օրերի ընթացքում եւ առաջնագծի տարբեր ուղղություններով Սոտքից մինչև Խոզնավար խնացախ հատված ադրբեջանական կողմը համակարգված ձևով կրակահերթեր է արձակում մարտական դիրքերի, նաև որոշակի առումով նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, այս պահին դեռևս ոչ թիրախային,
Այս ընթացքում միջազգային հանրությունը հավաքական առումով գոնե տեսանելի մասով որևէ ձևով չի արձագանքում, ինչը հնարավորություն է ստեղծում ադրբեջանցիների համար որոշակի շոշափելու ընդհանուր տրամադրությունները եւ ինչու՞ չէ որոշակի փուլում գնալու առավել լարված սադրանքների։ Հիմա այս իրավիճակում Ադրբեջանը կարծես թե իր համար առաջին հերթին դիտարկել է այն իրավիճակը, որը այսօր ստեղծված է, իսկ Հայաստանի իշխանությունների այդպես էլ չավարտվող զիջումների քաղաքականությունը բերում է նրան, որ յուրաքանչյուր փուլում Ադրբեջանի յուրաքանչյուր զիջում իրացնելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերում նոր խոցելիություն եւ այս խոցելիության պայմաններում բնականաբար նաեւ բանակցային դիրքավորման առումով Հայաստանը հայտնում է շատ ավելի վատ վիճակում։ Հիմա բնականաբար այդ դինամիկան լավագույնը շոշափում են ադրբեջանական իշխանությունները եւ փորձում են ընթացքում ընդլայնել այն պահանջներին եւ Հայաստանի իջեցված այն նախապայմանների թիվը, որոնք ուղեկցվում են շանտաժի եւ ճնշումների էլեմենտներով։ Եթե կարճ հարց կա, շատ կարճ, խնդրեմ։ Հարցեր չկան, շնորհակալություն։ Կա էլի, եթե կարելի է ես հավելյալ հարց տամ։ Այսինքն ձեր գնահատմամբ Ադրբեջանը այս փուլում չի գնալու, ճիշտ հասկացա ձեզ, պարոն Աբրահամյան։ Ես կարծում եմ, որ այս փուլում եւս Ադրբեջանը ցկցկելու է բանակցային գործընթացում մասնարարպես այդ փաստաթղթի ստորագրման process-ը եւ փորձելու է Հայաստանից ստանալ նոր զիջումներ։ Շնորհակալություն։